Երեք կառավարության նիստում մեր ընկեր Նիկոլ Փանջյունին հայտարարեց, թե կադրերի սով է, մարդկային ռեսուրսների ճգնաժամ։ Անոթի մնացողը հեղափոխական կդառնա։ Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ բոլոր ոլորտներում կա կադրային ճգնաժամ։ Արցախցիների համար նախատեսված սոցիալական վճարները կկրճատվեն։ Մինչև 18 տարեկան երեխաները պարտադիր կրթություն ստացող 18 տարեկան լրացած անձինք, 63 եւ ավել տարիք ունեցող անձինք, առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաեւ կերակրողին կորցրած անձինք։ 2.5 տարի հետո Տիգրան Ավինյանի ղեկավարած ԱՆԻՖ-ը փակվելու է։ Պետական հետաքրքրությունների ֆոնդներ դա, այն որ պետքա նախկին օլիգարխներին թափ տային, իբրև թե պետականացնեին նրանց գույքը, բայց իրականում նոր օլիգարխներին են բաժանում այդ բռնագրված գույքը։ Ողջույն սիրելի բարեկամներ, ես հուսամ, որ դուք ձեզ լավ եք զգում, դա ամենակարևորն է, բայց մեր երկրի ղեկավարին իզուր չի էլի, որ Երվանդ Օտյանի հերոսի հետ համեմատեցի, չգիտեմ, դե կարդացել եք, թե չեք կարդացել, հիմա կասեք դասական ով է հիմա կարդում կամ գիրք ընդհանրապես, բայց դե Երվանդ Օտյանի հենց այդ գործը ուղղակի շեդևր է։ 1909 թվին էր գրել նա այդ ստեղծագործությունը եւ հենց սկզբում էլ ասում է, ով որ սոված է, գալիս է հեղափոխություն է անում։ Դե մնացածը թեք ուզեք կարող եք կարդալ կամ էլ լսեք այսօրվա մեր այդ հիմնական իմ ընտրած 3 թեմաների շուրջ մեկնաբանությունը։ Ուրեմն 3 կառավարության նիստին մի փրփրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե 7 տարի է ինձ երեսով են տալի կադրային ջարդ ես անում։ Եվ մենք պետք է խոստովանենք 7 տարվա մեջ ով վերակենում առավոտից իրիկու ասում եմ, այս կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում։ Հա, կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում, որովհետև երկրում կադրային ճգնաժամ է, մարդկային ռեսուրսի ճգնաժամ է, հարգելի գործընկերներ։ Իսկ գիտեք ինչի է ճգնաժամ։ Որովհետև մի երկրում, որտեղ բնակավայրերի 70 եւ ավել տոկոսում մանկապարտեզ չկա, երբ որ դպրոցների 70 եւ ավել տոկոսը կիսավերված է ֆիզիկական եւ բովանդակային առումով, չի կարող այդտեղ լինել, չլինել կադրային սով։ Կան երկրում լավ կադրեր, նենց է, հիմա կասեն, ինչ չորացել է մեր երկրի արգան։ Կան լավ կադրեր, այո, կան լավ կադրեր։ Փոքր խումբ, որոնք 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 9, 10 միլիոն դրամով աշխատում են Հայաստանում, Հայաստանից դուրս։ Եվ չեն էլ գա աշխատեն կառավարությունում, հələ մի բան չի, 400-500 հազար դրամ ստանան, ամեն ստացած կոպեկի հետ էլ անեծքը հետը տանեն տուն։ Էլի բանը, պարգևավճարը, էլի պարգևավճարը, մեր բաները տարան, պարգևավճարը վճարեցին։ Էլ չի ասում էլ այս մարդը, անեծքի տակ հենց դրա համար չեն ուզում գալ, կամ եթե այն սկզբից եկան, մի հատ հիշենք, հետո էր նախարարությունները փակում, գերատեսչությունները, տո սկսած հենց գեոդեզիայի հետ կապված, քարտեզագրման ինստիտուտի հետ կապված, այսօր Տիգրան Ավինյանին չէ հիշեցրեցի, ամենուր եք մայրաքաղաքում շինարարություն է, այնքան շինարարություն, այնքան փոշի, որ բոլորս բողոքում ենք ալերգիաներից։ Այ հիմա ես էլ պատրաստում էի այս մեր հաղորդումը եւ մի քանի անգամ ստիպված եղա դադարեցնել, որովհետեւ ինչպես ասում են, ալերգիան ուտում է մեզ։ Եվ փողոցել, որ դուրս գա, շատերը կբողոքեն։ Դա հենց այս չակերտավոր շինարարական բումի պատճառով է, որ 6500 նոր շինարարության թույլտվություն էր տրվել Երևան քաղաքի համար։ Դա շատ է։ Հետո ծառեր են բերում նոր իբրև թե սակուրաներ, չգիտեմ, հուդայա ծառեր տնկում, դրա դիմաց այն, որ մի քանի տարի, այն որ ասում են 30 տարվա նախկինների տնկած, չէ, բայց ավելի էլի 80-100 տարեկան ծառեր են, կտրում ասում են
ծեր են, ոչ լոտ են ու դրա դիմաց դնում են 120-150 հազար դրամով ծառ են առնում եւ իրենց ճիշտը քաղաքապետարանում դոշը ծեծելով ականջներից լապշա են լցնում։ Տիգրան Ավինյանը տնօրեն էր, պետական նոր ձևավորված մի քանի միլիոն դրամ օգտագործվեց, որ այդ անիվ հիմնադրամը բացվի եւ վերջերս հետքը գրում է 2.5 տարի հետո փակվելու է։ Թե ինչի բացեցին, ինչ ներդրումներ այնտեղ արվեց, ահռելի մեծ գումարներ էր օգտագործվել։ Ամեն դեպքում, որ կարճ բացատրեմ, թե ինչու է անիվը փակում, այսինքն միակ բաժնետերը, ինչպես ասացի, Հայաստանի Հանրապետություն է, այն ինչ որ իրենք պետականացրել են կամ չգիտեմ ինչ որ գույք, օրինակ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի մասին ասել եմ եւ Թեղուտի եւ հանքարդյունաբերության հետ մանրամասն ասել եմ, այդ պետական գույքերի անցումը արդեն ստիպում է փակել այդ հիմնադրամը, այսինքն այս հիմնադրամի վրա էլ ստեղծելու համար էլ փող օգտագործեցին, միլիոններ ծախսեցին, որի փերթե պետականացնեն որոշակի կամ արտադրամասեր կամ գործարաններ։ Մենք հիմա մտածում ենք ամեն ինչ պետք է պետական լինի, հանքերը պետք է պետական լինեն, գործարանները պետական լինեն, բայց ուր են այդ գործարանները, ուր են այդ հանքերը, Ալավերդու պղնձաձուլարանը չի աշխատում, դրա մասին ասեցի, այսինքն Նիկոլ Փաշինյանն, որ ասում է սխալ քաղաքականություն ենք վարել, էս ենք արել, այն ենք արել, բայց ուզեցել ենք լավը անել, բայց չի ստացվել եւ հետո բորբոքվում է, ասում է Ես կխելագարում եմ ուղղակի, մարդը ինձ նամակ է գրում, մարդիկ, ասում են, ոնց ասում են, բայց ինձ աշխատանք չես տալիս, պարոն վարչապետ։ Հիմա դու դիտող նայում ես երևի ու ասում ես խի դու նորվա գիժն ես, բայց իրականում այս մարդը մեզ է բոլորից գժի տեղ դրել, հազարավոր մեր երեխաների կորուստը ի սրտե նրա մեջ ցավ չի առաջացրել, այն ինչ որ արտահայտվել է դա ոնց որ դերասանական ինչ որ մի պորտկում կամ Արցախի տալը, այնպես է Ալիևի կամ Էրդողանի հետ հանդիպում ուրախ զվարթ, որ ինչքան էլ ուզենաս չհավատաս, որ ինքը հայատեացա, կհավատաս, որ այդ մարդը նպատակասլաց եկել է ջարդերն ու, այո, հենց կադրերի ջարդից էլ սկսած, նախարարություններ փակելուց, օրինակ գյուղատնտեսության նախարարությունը։ Հասարակ մի բան, գյուղատնտեսության մեջ մենք գեթ 1 ագրոնոմ չունենք։ Ագրոնոմը ընդհանուր գյուղատնտեսության կազմակերպիչն է։ Պետք է օրինակ մեր գյուղատնտեսության ակադեմիայում համապատասխան կադրեր պատրաստվեին։ Ուր են կամ անասնաբուժներ, հիմա սպանդանոցներ էին բացում, այդ սպանդանոցներում սովորական մարդկանց գյուղացու անասունը չեն ընդունում։ Ինչ պատճառներով։ Հիմա այդ ամեն ինչը մենք իհարկե, հա, լուսաբանում ենք, այս մարդն էլ այստեղ նստած, իբրև թե գիտեք ոչ թե երկրի ղեկավար է, այլ դեռ իբրև թե լրագրող է, չնայած լրագրողական դաշտում, մեր տարիքի, ես իրեն երբեք, ոչ իրեն, ոչ Աննա Հակոբյանին նորմալ լրագրող չեմ համարել։ Իհարկե կարող եք ասել, որ սիրուն բան չի գոլեգաների մասին խոսալ, բայց կա մի սահման, որ այդ սահմանը չես կարող անցնել, երբ որ մարդուն ուղղակի դու առես համարում, որովհետև ինքը չմարդ է, կապ չունի, ինչ մասնագետ է կամ մասնագետ է արդյոք թե չէ։ Եթե մարդը խոստովանում է, երեկվա նիստի ժամանակ ասում է, ես ուղղակի եմ ստացել վարորդական իրավունքը։ Հայաստանում ավտոմեքենա վարող անձանց, վարորդական իրավունք ունեցող անձանց 70%-ը իրականում չունի մեր ստանդարտներին համապատասխանող անհմտությունները, որոնք անհրաժեշտ են ավտոմեքենա վարելու համար։ Այդ վարորդական իրավունքը բան եմ ես ինքս իմ օրինակը բերեցի, ես բնականաբար կաշառք չեմ տվել, ես այն ժամանակ երբ որ ստանում էի, հայտնի լրագրող էի, ես որ ծնկաչող աղաչի էի, ինձ չէին թողի, որ ես քննություն տամ։ Ես հələ բանին այդ տարածքին մի 300 մետրի վրա բերին իմ բանը տվին, ասին գնա ստեղից, շուտ հնարավորինս շուտ ստեղից գնա։
Գործ չունես մեզ հետ։ Դուք իհարկե որ տեսնում եք, հաստատ իմ նման եք մտածում, ասում եք, իրանք քշ-քշ ասեցին, որ շարից, փորձանքից հեռու։ Իմ բանը տվին, ասին գնա ստեղից, շուտ հնարավորն է շուտ ստեղից գնա, գործ չունես մեզ հետ։ Այստեղ մի պահ ասենց մտածում ես, ասում ես, այն մեր դասական իյա իրոքի ականջի, որ այսպիսի Նիկոլ Փաշինյան սարքեց, որ մարտի 1-ի դեպքերից հետո մարդուն ոչ միայն ներում տվեց, այլ նաև նպաստեց, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցություն ստեղծվի, այդ մարդը լրագրությունից գա քաղաքականություն, 15 թվից սկսած էլ սահմանադրություն փոխեցին, էլ ընտրական օրենսգիրք, ամեն բան, որ Նիկոլ Փաշինյանի նման ասի ամեն ինչում մեղավոր են այն կարող է գիտեք ես գլխավոր մեղավորն եմ ամեն անգամ նույն բանը խոսելով մենք այսպես ապրում ենք իրական կյանքը տարբերվում է վիրտուալ կյանքից իրական կյանքում դուրս եմ գալիս տեսնում եմ մարդիկ նորմալ մարդիկ են այն պատմության նման որ գիտեք հոսանքը անջատում են ընտանիքում բոլորը հեռախոսներով էլ չեն կարողանում ինտերնետ բան մտնեն իրար են նայում կամ դուրս են գալու ու ասում են այ մարդ հարևանը սպառվում է շատ լավ մարդ էր հիմա մերն է դուրս ես գալիս պարզում է խելացի բանական մարդ կարող է նույնիսկ տաքսիստը լինել տաքսիստը ասեց ես այստեղ Դալմայի այգիների մասն է խոսքը գիտեմ որ կային հնձաններ որ կային урարտական շրջանի ջրագծեր որ քանդեցին հիմա էլ է ծիծեռնակաբերդի տակ սարքում են բազմահարկանի շենքեր եւ որոշ շենքերում ես աշխատել եմ գիտեմ այս շենքը մեկ է փրվելու է ինչ որ մի բնական աղետ կլինի չգիտեմ սելավ կլինի երկրաշարժ հաստատ փլվելու է իսկապես արդեն փլուզումներ եղել են համալիրի ճանապարհին Այ այդպես էլ մենք չգիտենք այդ 6500 որ թույլտվություն են տվել որ ամեն մի քայլափոխին Նայրաքաղաքում սարքել են քարի հանք հնությունները քանդում են տեղում համ քար են հանում համ շենք են սարքում ոնց են ստացել եւ այ Նիկոլ Փաշինյան դու ինքդ քեզ հարց չես տալիս Ավինյանը այսօր ինչի է քաղաքապետ չի որ իրան չեն ընտրել Երևանցին չի ընտրել բայց Այն դոգ անունով կուսակցություն կար, չգիտեմ հիմա հանրային ձայն էր ինչ էր կոչվում, ես այդպես քաղաքականության մեջ շատ չեմ խորանում, որովհետև ես չեմ համարում, որ դրանք քաղաքական կուսակցություններ են, հոսքեր են, պատճառներ կա, որովհետև դասական քաղաքականությունը վաղուց մոռացվել է, սա խուժանություն է։ Այնուամենայնիվ ապահովեց այդ կուսակցությունը քաղաքացիական պայմանագրի համար քաղաքապետի պաշտոնը, Տիգրան Ավինյանի պաշտոնը։ Մեկը չի հարցնում, բա ինչու մենք Երևանում չունենք գլխավոր ճարտարապետ։ Ու ինչու է ամեն ինչ տձև, ինչու մենք խոսում ենք ինչ որ 2050 թվականին ակադեմիական քաղաք կլինի, այնտեղ բուհերը կտեղափոխվեն կարծեմ աշտարակում կամ չգիտեմ որտեղ անդադ տեղափոխություններ են անում հիմա էլ երրորդ գյուղի մոտակայքում պետք է լինի այդ քաղաքը կոնկրետ ես այլևս չեմ հետևում որովհետև ինձ համար պետական համալսարանի շենքն է կարևոր մեր Երևանի հին այդ սև համալսարանական շենքերն են կարևոր որ պահպանվեն Մեր գլխավոր հրապարակում արտգործնախարարության շենքն էլ վերցրեցին մասնավորին տվեցին Ինչ սարքվեց, ոչինչ, այդպես ուղակի շենքը թամանյանական, գեղեցկագույն, այդտենց բառեր չեմ օգտագործում, բայց պետք է էլի օգտագործել։ Երևի սովետական միության ամենագեղեցիկ հրապարակներից մեկն է, կամ աշխարհի երևի ամենագեղեցիկ հրապարակներից մեկը մեր հրապարակն է։ Ու ինչ ձև է այն։ Այնտեղ դխկլդմբլա ինչ որ ռաբիզներ են նվագում, կարծես չգիտես ինչ որ մի հատ արևելյան բազար գնացած լինես, մեքենաներ են վրան, չգիտես, զբոսաշրջիկների գովազդներով, ճաշակ գոյություն չունի, բայց դրա դիմաց, օրինակ Մելիք Ադամյան 1-ում ֆինանսների նախարարության մոտ մեծ ծառերը կտրում են, ասում են լավ են կարե Բեգոյանը Լավ են կարելի, լավ են կարել եւ երկրի վարչապետը նույնպես շատ լավ է արել, որ ժամանակին վարորդական իրավունքի համար չի հանձնել։ Այ այդպես էլ իր շքախումբը վրա երթ է անում հղի կնոջը եւ նրանք ոչ էլ ազդվում են, մահանում է Սոնան
մահանում է իր չծնված երեխան, ոչինչ, կմոռանան։ Այդ 7 տարվա մեջ են, որ մեղադրանքներ է անում վարչապետը, էլի կմոռանանք, բայց ես օրինակ չեմ մոռանա, որ մշակույթի նախարարությունը վերացրեցին, իսկ ինչպես է ազգը որոշվում։ Իհարկե իր մշակույթով։ Այսօր նորից պետք է հիշեմ գրականությունից, Գիլգամեշ կարդացել եք։ Այ որ կարդան կհասկանան օրինակ, որ Աստվածաշնչի նման պատմություն այնտեղ էլ կա, որ Նոյը որտեղ է, չէ։ Եվ Արարատի ժողովուրդը, այսինքն Ուրարտու, Արարտա, Բիայնի երկրի ժողովրդին Նիկոլ Փաշինյանը անդադ համոզելով, որ Արարատը պետք չի մեզ, Արարատը մեր տարածքում չի, մեր պատմությունը մոռանանք, ցեղասպանությունը մոռանանք, մեկ էս ասում, մեկ են ասում եւ դա անցնում է։ Դեռ մի բան եմ ունաթ է գալի, ասում է կարող է գժի տեղ եք դնել, կամ ասում է ինձ աշխատանք չեք տալի, բայց որ աշխատանք տանք կգաք կասեք անեցքի տակ ենք ընկնում։ Այնքան լավ տենց ճարտար լեզվով, ուղղակի ես մեկ բառով կասեմ դեմագոգիա ու դեմագոգներ են եւ քաղաքական դաշտում այս ամենը, եթե օրինակ Արցախի մասին ասացի, սոցիալական նպաստները նվազելու են, գիտեք, ընդհանուր առմամբ սոցիալ նախարարությունը ասում է իբրև թե շատ բան չի փոխվելու։ Ապրիլից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների առանձին խմբերը կշարունակեն ստանալ աջակցություն 40,000 դրամի շրջանակում։ Այս առանձին խմբերն են մինչև 18 տարեկան երեխաները, պարտադիր կրթություն ստացող 18 տարեկան լրացած անձինք, 63 եւ ավել տարիք ունեցող անձինք, առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաեւ կերակրողին կորցրած անձինք։ Այն հայրենակիցներն, ովքեր կունենան հարցեր աջակցության ծրագրի վերաբերյալ, կարող են դիմել զանգերի կենտրոն 114 հեռախոսահամարով։ Բայց մնացածով կարող է աշխատել, թող գնան աշխատեն եւ համացանցում հատկապես այդ նույն իշխանական օգտատերերը, հենց պաշտոնյաները կամ իրենց արբանյակները մի կեղտ են թափում արցախցիների վրա, որ 30 տարի այդքան պահեցինք, կերակրեցինք, կեսարեցինք, հիմա նորից եկել եք։ Սենց մտածում, այ մարդ եղած մի 100,000 հոգի չի եկե, ասենք Գյումրի կեսը, հա։ Ճիշտ է, էլի խոսենք, շատ դժվար է Հայաստանում ապրել, հայաստանցու կարգավիճակով եմ ասում են, որ ասում այստեղ մեծացել, այս ջուրը սառնորակ խմել, այդ ջուրն էլ չեք թողել, այդ տաքսիստի հետ, որի մասին պատմում եմ, ասում եմ Էրեբունիում եմ ապրում եւ մեր ջուրը փչացրել են, առաջ շատ լավ ջուր էր գալի, հիմա ասեցին մի քիչ էլ արտեզյան ջուր են խառնում, չգիտեմ ինչի հետ են խառնում, լավը չի, որովհետև այնքան շենքշինություն են կառուցել, որ չեն կարողանում ապահովել ոչ ջրահեռացումը, կանալիզացիան, ոչ ջրի մատակարարումը, ոչ գազի, ոչ հոսանքի, ամենուր եկա, եւ Դավթաշենում եմ ապրում եւ Եղվարդի խճուղում մի քանի օր է ջուրը գնում է, եկել են, քանդել են, չգիտես ինչն են իբրև թե վերանորոգելու, ջրագիծն են քանդել ու այդպես գալիս են, նոր ջրագիծ են կանելու, հետո քանդում են, տեսնում են, չեն կարողանում նորից սարքեն, նորից հողը ասֆալտը դնում են կամ ասֆալտն էլ չեն դնում ու գնում են։ Ու այդպես շարունակ, այսինքն համակարգված ոչինչ չկա։ Իսկ եթե կադրերի ջարդի մասին ենք խոսում, ապա ես ասեմ, փորձառու կադրերից շատերը, ով չդիմացավ էս ստրեսային իրավիճակին, պատերազմին, այս հեղափոխությանը, այս ստի կառավարությանը, այս գիտեք աներեսության, անթասիբության մթնոլորտում ու դժվարությունների, որովհետև արժանապատիվ աշխատանք շատերը չունեն, ով որ ավարտած էր, ով որ կյանքի իր ոլորտում փորձ ուներ, աշխատանքից զրկվեցին։ Այն նույն գյուղատնտեսության նախարարությունը, որ լուծարվեց, քանի հոգի աշխատանքից զրկվեցին, ասացին հին կադրեր են, լավ չէին աշխատում, մարդը այդ ձեր ասած 30 տարին աշխատում էր, մի ձև աշխատում էր, չէ, մի բան դուրս էր գալի, եւ հետո այն ժամանակ, եթե անընդհատ նստենք ու անընդհատ այդ ծեծված թեման էլ արդեն չի ազդում մարդկանց վրա, որովհետև եթե ազդեր չէին գնա ոչ ԿՊԱ-ականներին կընտրեին, գնում են ոչ ԿՊԱ-ական յուրաքանչյուրին ընտրում են, իսկ ԿՊԱ-ականները տեխնոլոգիաներ են օգտագործում, հոսանք են
անջատում, մի քանի հոգի նախապես 6 ամիս առաջ վերում են գրանցում են, ասեն Գյումրիում կամ չգիտեմ, Փարաքյարում դա էլ չի անցել, որպիսի ընտրությունները ապահովեն, այսինքն իշխանական բոլոր լծակները օգտագործում են, դա էլ չի ազդում, որտեղ մարդիկ արդեն չեն խաբվում, ինչ էլ խոսում է Նիկոլ Փաշինյանը, ինչքան էլ ինքը չի բորբոքվում, ինչ դերասանություններ չի անում, ինչքան մատը չի թափ տալիս։ Ասենք ովքեր են, հա? Երևի միակ բանը, որ դեռ չի արել, դա մի հատ երևի թոք վերցնի, գնա հրապարակ, շլինքից գցի ու կտեսնեք, թե վերջում ինչ կլինի։ Ընկեր Փաչունի! Գաղափարը պիտի հաղթանակե։ Չի կարելի, մենք անդադ այդ կեղծիքի մեջ ենք, անընդհատ։ Սա ֆունդամենտալ իրողություն է մեզ համար, մենք անդադ այդ կեղծիքի մեջ ենք։ Դե, դա չի անի։ Վախկոտ մարդը միայն գոռում, գոչում է ուրիշների վրա։ Թավաչանություն կանցնեմ մտքովդ։ Էմի քար։ Ես մի նոգս կշարունակեմ հեղափոխության կորձը։ Ստեցություն հուսանք կհանդիպենք։